Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում են մեր այսօրվա առաջին հյուրերը։ Մենք այսօր խոսելու ենք այն մարդկանց մասին, ովքեր ամենահայտնի օնլայն հանրագիտարանում աշխատում են հայկական բովանդակությունն ավելի հասանելի, գրագետ ու ճշգրիտ դարձնելու համար։ Այն մարդկանց հետ, ովքեր ստեղծում են այդ բովանդակությունն արդեն 10 տարուց ավելի։ Վիկիմեդիա Հայաստանը տոնում է իր 13-ամյակը եւ մեր տաղավարում են Վիկիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը, Վիկիմեդիա Հայաստանի միջոցառումների համակարգող Վիկի ճամբարի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ Վիկիմեդիա Հայաստանի մարքեթինգի մասնագետ Հայկուհի Մելքոնյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ 13 տարի արդեն 13 տարի առաջ է հիմնադրվել եւ եկեք խոսենք նախ սկզբի մասին, հիմնադրման ընթացքի մասին, այնուհետև խոսենք այս տարիների ճանապարհի մասին։ Իհարկե 2013 թվականի մայիսի 14-ին է հիմնադրվել Վիկիմեդիա Հայաստան կազմակերպությունը, հիմնադրվել է 11 կամավորի էնտուզիազմով լի մարդկանց կողմից ու այդ տարիներից ի վեր 13 տարի արդեն իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, շուրջ 450 ծրագիր, 16000-ից ավել կամավորների մասնակցությամբ, որոնց օգնությամբ ստեղծվել են Վիկիպեդիան հայերեն, ինչպես նաև Վիկի այլ քույր նախագծերն են զարգացել։ Այս շատերին իդեպ նաև ինձ հետաքրքրում է, միշտ հետաքրքրել է այդ հարցը, թե ինչպես է Վիկիմեդիայում առհասարակ այդ բովանդակությունը որտեղից ովքեր են ստեղծում այդ բովանդակությունը, այ կարծես թե դուք այն մարդիկ եք, ովքեր հենց դրանով են զբաղվում, եթե մի փոքր ավելի պարզ փորձենք բացատրել, թե ինչպես է դա իրականում կատարվում։ Շատ լավ հարց, իրականում շատ տարբեր մարդիկ են ստեղծում, ոլորտով հետաքրքրված մարդիկ, ուսանողներ, ովքեր կրթություն են ստանում տվյալ թեմաներով, արդեն մասնագետներ, ովքեր որ ավարտել են տվյալ թեմայով։ Մենք կազմակերպությունը ինչ է անում, իրենց համար կազմակերպում է նախագծեր, օրինակ այս պահին ընթանում է ֆինանսատնտեսական Վիկի ամիսը, որը իրականացվում է կենտրոնական բանկետ համատեղ, որը նախագիծ է ֆինանսական ոլորտի, տնտեսագիտական ոլորտի հոդվածների ստեղծման եւ բարելավման համար, այսինքն թիրախավորում ենք այն մարդկանց, ովքեր որ տվյալ թեմայով հետաքրքրված են եւ սովորում են կամ արդեն ունենք բավարար գիտելիքներ տվյալ թեմայի վերաբերյալ։ Մենք իրենց սովորեցնում ենք ինչպես խմբագրել հայերեն Վիկիպեդիայում, ինչպես ինչ գործիքներ օգտագործել, որպեսզի ստանալ որակյալ հոդված, ու իրենք իրենց գիտելիքները ծառայեցնում են, կամավորություն են անում այդ հոդվածները ստանալու համար։ Նմանատիպ իրականացնում ենք տարբեր, օրինակ բժշկական հոդվածների նվիրված օրինակ Վիկի ճամբարներ, Դավիթ ավելի մանրամասն ասի, որտեղ բժիշկ մասնագետները, համասանի բարձր կուրսերի ուսանողները իրենց գիտելիքներն են ծառայեցնում, օրինակ բժշկական հոդվածների ստեղծման համար եւ այլն, այսինքն մենք թեմատիկ տարբեր թեմաների վերաբերյալ ունում ենք տարբեր խմբագրաթոններ, այս բանի նաեւ իրականում Վիկին սիրում է պատմություն նախագիծը, որտեղ հայոց պատմության վերաբերյալ հոդվածներ են ստեղծում եւ բարելավում, որտեղ մասնակցում են պատմության ֆակուլտետի Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողները։ Այ խոսենք Վիկի ճամբարների մասին, Դավիթ, ինչպես եք ընտրում մասնակիցներին Վիկի ճամբարների եւ ինչպիսի կրթական ծրագիր են նրանք անցնում։ Շատ լավ, մենք իրականում լուրջ ընտրություն ենք կատարում եւ վերջին 2-3 տարիների ընթացքում նոր մեխանիզմ ենք մտածել եւ ամեն միջոցառումից առաջ, հատկապես ճամբարներից առաջ իրականացվում են դասթասներ, որի ընթացքում մասնակիցները սովորում են խմբագրել հայերեն Վիկիպեդիայում եւ նաեւ այդ ընթացքում երևում է թե ովքեր ինչ ունակություններ ունեն, հա, նույն թարգմանչական առումով կամ համակարգչային հմտությունների առումով եւ հետո նոր արդեն կախված իրենց տված արդյունքներից ընտրվում են մասնակիցները։ Դա վերաբերում է նորեկ մասնակիցներին, ովքեր նոր են սկսում, հա, մասնակցել ծրագրին, իսկ ովքեր որ արդեն փորձառու են տարիներ շարունակ մասնակցում են, այս դեպքում նայում ենք ակտիվությանը տարվա ընթացքում։ Տեսնում ենք թե տարվա ընթացքում տվյալ մասնակիցը ինչքան ներդրում ունի հայերեն Վիկիպեդիայում եւ դրա համապատասխան բանով, հա, ընտրում ենք մասնակիցներին արդեն փորձառու։ Վիկի ճամբարը քանի մասնակից ունի, մենք տեսնում ենք հետաքրքրվածություն երիտասարդների մեջ, արդյոք կա աճ։ Հա, իհարկե, հետաքրքրությունը գնալով աճում է, նաև մեր դիմորդների քանակն է աճում։ Ճամբարը ընդհանրապես իրականացնում ենք մինչև 60 քանակով ներկայումս, հա, դա իհարկե կախված են ֆինանսներից եւ իրավիճակից, հիմնականում այդ քանակն ենք հիմա ընտրել եւ 60 հոգանոց ճամբարներ են իրականացում եւ պատանեկան եւ երիտասարդական, որոնց ընթացքում խմբագրվում են, ինչպես արդեն Արշակն ասաց, եւ մասնագիտական ուղղվածության հոդվածներ եւ նաեւ ազատ, այսինքն յուրաքանչյուր մարդ ինչ որ ցանկանում է եւ ճամբարին կարող են մասնակցել յուրաքանչյուր մասնագիտությամբ մարդիկ կամ մասնագիտություն չունեցող դեռ ուսանողներ։ Տարիքային սահմանափակում։ Տարիքային սահմանափակումը երիտասարդությունն է։ Այս դեպքում 13-ից 17 եւ 18-ից 35, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության
նոր օրենքով 13-ից մինչև 35 տարեկանները կոչվում են երիտասարդներ։ Հայկուհի հարցս ուզում եմ ուղղել ձեզ, այ որպես մարքեթինգի մասնագետ, ինչ եք կարծում կազմակերպությունը ինչպիսի ազդեցություն ունի Հայաստանում։ Կազմակերպության ազդեցությունը շատ մեծ է, քանի որ մենք տարածում ենք ազատ գիտելիքը եւ ազատ գիտելիքի կարեւորությունը մարդկանց մեջ սերմանում ենք։ Մեզ շատ կամավորներ են միանում եւ երիտասարդներ եւ պատանիներ եւ քանի որ մեր ծրագրերը շատ խիտ են, կարող են բոլոր տարիքային, բոլոր հետաքրքրությունների մարդիկ միանալ, թե ֆինանսատնտեսական հոդվածներ ենք ստեղծում, թե ընդհանում են երիտասարդական բժշկական հոդվածներ, թեմատիկան այսինքն շատ բազմազան է եւ բոլորը կարող են ստեղծել ազատ գիտելիք, բոլորը կարող են լինել տարածողը։ Հայկական Վիկիմեդիան արդյոք համեմատելի է համաշխարհային Վիկիպեդիայի հետ, նույն քայլերով կարողանում է առաջ գնալ, թե ինչ որտեղ հետ է մնում եւ ինչու։ Իրականում համեմատելի է, ինչու ոչ, մեր թիվերը շատ լավն են։ Վիկիմեդիա Հայաստանը որպես կազմակերպություն նախ աշխարհի 185 Վիկիմեդիա կազմակերպություններից ան 30-ն է, որ ունի բարձրագույն կարգավիճակ։ Սա պարտանալու առիթ է, այսինքն հիմնադրողները շատ լավ բան են արել, կարելի ասել, շատ մեծ գործ են արել։ Երկրորդ, լեզուն կրողների թիվը, եթե հայերեն Վիկիպեդիայի մասն եք ուզում, պետք է հասկանալ ովքեր են այդ հոդվածները ստեղծում։ Հայերեն լեզուն կրողները, այն մարդիկ, որոնք ոչ միայն հայերեն կարողանում են խոսել, այլև հայերեն գրել, հայերեն գիտելիք ստեղծել, իսկ մենք պետք է հասկանանք, որ մենք լեզու կրողների առումով մի քիչ փոքրատիվ ենք, մեր ազգն է փոքր։ Այդ առումով ունենք արդեն հայերեն հոդվածների թվով արդեն 330,000-ին ենք մոտենում, պատկերացրեք միայն 3 միլիոն բնակչություն ունեցող պետությունը, որտեղ, չգիտեմ, քանի տոկոսն է, որ կարողանում է այդ լեզվով ինչ-որ գիտության հետ կապված հոդվածներ գրել եւ այլն, ունենք 330,000 հոդված։ Շատ մեծ թիվ է։ Իհարկե չեն կարող համատել անգլերենի հետ, որտեղ կա 7 միլիոն հոդված, որտեղ անգլերեն լեզուն կրողների խոսացողների թիվը պատկերացրեք։ ԱՄՆ-ն է, հա, Մեծ Բրիտանիան է, Ավստրալիան է, տարբեր երկրներ, հա, լեզվի առումով, հա, որ խոսացողների թիվը փոքր է, հոդվածների առումով մենք շատ լավ դիրքում ենք գտնում։ Մեր նման փոքր ազգերը 100,000-ից ավել հոդվածներ չեն կարողանում ստեղծել, որտեղ մենք շուտ ենք սկսել ու պլյուս կարգավիճակը, որ մենք բարձրագույն Վիկիմեդիա ճանաչման կարգավիճակ ունենք։ Այսինքն պետք է հորդորենք մարդկանց, ուսանողներին, դպրոցականներին, երիտասարդներին, որպեսզի նրանք եւս կարողանան ստեղծել նյութեր։ Իսկ որ նյութերի բացը կա, որ ոլորտի բացն է նկատվում։ Իրականում երբեք չես կարող մի ոլորտ լրիվ ծածկել, որովհետև անդադ գիտելիքը զարգանում է, նոր տեղեկատվություն է ստեղծում, հա, նոր փաստեր են այդ գալիս, որ պետք է թարմացնել։ Օրինակ ես նշեցի պատմության վերաբերյալ հոդվածները։ Մենք գիտենք, չէ՞, պատմություն, բայց անդադ թարմացնել, հա, նոր տվյալներ, նոր բաներ, այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Հայկույն նշես, մենք տարբեր, օրինակ մեր սոցիալական մեդիա էջերով, հա, հետաքրքիր վիդեոներ են սարքում, տարբեր տեսաերիզներ, նկարներ, պոստեր, որպեսզի մարդկանց հետաքրքրվածությունը միշտ պահեն ու յուրացում ես աշխատում է։ Հիմա արդեն օրինակ, չգիտեմ, Telegram ալիքներն են շատ տարածում օրինակ մեր նյութերը, որտեղ երիտասարդությունը իմանում է այդ նախագծերի մասին ու օրինակ ճամբարներին 200-ից ավել դիմորդներ են լինում ամեն անգամ 200 պլյուս, որտեղ Դավիթը շես մենք ընդամենը մոտ 60 տեղ ունենք, այսինքն շարունակում ենք աշխատել, որ շատացնենք այդ տեղերը, որպեսզի ավելի շատ հետաքրքրված մարդկանց հնարավորություն տանք։ Թեմաների բացի մասով, եթե թույլ կտաք, նաև մենք այս վերջերս հետազոտություն անցկացրեցինք, տեսանք, որ բնապահպանական, հա, էկոլոգիական այս թեմաները բավականին բաց են կենսաբազմազանության եւ մենք գիտենք, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, նույնինքը COP17-ը, բավականին նշանակալի եւ մեծ միջոցառում, եւ սա շրջանակներում մենք նույնպես ուզում ենք մի ծրագիր իրականացնել, որը ուղղված կլինի հենց կենսաբազմազանությանը, էկոլոգիային, նաեւ բնապահպանությանը եւ օգտագործելով նաեւ ձեր տված հնարավորությունը, հա, բոլոր կողմերին, այսպես ասած, բնապահպանական եւ նաեւ ոչ բնապահպանական կառույցներին հրավիրում ենք համագործակցության, որ միասին կարողանանք այս թեմատիկան բավականին բարձր մակարդակի դարձնել հայերեն Վիկիպեդիայում։ Իսկապես շատ կարևոր է, բայց կարծում եմ ժամանակներն այնպիսին է, որ մարդիկ մտածում են, որ կարելի է դիմել արհեստական բանականությանը եւ օրինակ չօգտվել Վիկիպեդիայից ու դառնում է անիմաստ Վիկիպեդիայում որևէ նյութ գրել արդեն, բայց արդյոք օրինակ ChatGPT-ին կամ DeepSeek-ը չեն օգտվում Վիկիպեդիայի տվյալներից, որպեսզի նյութերը իրականացնեն։ Բանը կա, տարածված է նաև ժողովրդի մեջ, բայց իրականում պարզվում է, որ հենց նույն ChatGPT-ին կամ մնացած
արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերը օգտվում են հենց հայերեն Վիկիպեդիայից, հայերենի դեպքում, հա։ Մյուս լեզուներից նույնպես օգտվում են իհարկե, բայց եթե հայերեն ես գրում, հա, պահանջ է նաև հարցը, նույն ձևով նաև հիմնական աղբյուր որպես օգտվում են Վիկիպեդիայից։ Եվ սրա մասին կան հետազոտություններ նաև համաշխարհային Վիկիմեդիա շարժման մեջ, շատ մեծապես է օգտվում եւ նաեւ հիմա տենդենս է գնում թե ոնց պետք է անենք, որ երևա թե ինչքան է օգտվում քանակը։ Որոշ հաշվարկներ կան, բայց դրանք շատ մոտավոր են, բայց ամեն դեպքում ապացուցված է, որ ամբողջ այդ համակարգը միանշանակ օգտվում է Վիկիպեդիայից եւ հետեւաբար Վիկիպեդիայի պահանջմունքը չի վերջանում եւ հակառակը ավելանում։ Այսինքն դիտումներ չեն ավելանում Վիկիպեդիայում, երբ ChatGPT-ն է այդտեղից վերցնում նյութը եւ տալիս մարդկանց։ Շատ հետաքրքիր, տեսեք, չէ, դիտումները չեն ավելանում, բայց պատկերացրեք, օրինակ Վիկիպեդիան չլիներ ազատ հանրագիտարան ու չլիներ ազատ գիտելիքի աղբյուր, որտեղից էր ԱԲ գործիքը, նույն ChatGPT-ին վերցնելու այդ տեղեկատվություն չկա նմանատիպ ավելի մեծ հանրագիտարան։ Հետեւաբար ԱԲ գործիքները պարապում են Վիկիպեդիայի վրա տարբեր լեզուներով, հա, պարապում են, սովորում են, որտեղից ինֆորմացիան բերում են։ Շատ դեպքերում նշում է աղբյուրը Վիկիպեդիա, մի քանի օրինակ գործիքներ կան, որ օրինակ նշում են, բայց շատերը չեն նշում։ Ու դա քանի որ մարդը չի մտնում, հա, հենց հոդվածը կարդում, դա դիտելիության վրա ազդում է, այսինքն դիտելիությունը նվազում է, բայց կարևորությունը շարունակում է մնալ, որովհետև այդ տեղեկատվությունը միշտ պետք է թարմանա, որ ԱԲ-ն ինքը իրանից չի ստեղծում այդ տեղեկատվությունը։ Շատ վատ է, որ ինքը իրանից սկսի ստեղծել, հա, ինչ-որ տեղեկատվություն։ Պետք է շո մի տեղից բերի, շո մի հավաստի տեղից բերի։ Իսկ ամենամեծ հակ չես կարող ունենալ թղթային հանրագիտարան, որից ինքը օգտվում է։ Պետք է ունենաս էլեկտրոնային հանրագիտարան։ Իսկ ամենամեծը հենց Վիկիպեդիան է։ Եթե հենց հիմա մեզ էկրաններից այն կողմ դիտում է մի ուսանող կամ դպրոցական, որը ուզում է միանալ Վիկիմեդիա Հայաստան թիմին, ինչպես գրանցվել, ինչպես մասնակցել։ Հենց այս պահին իրականում բաց է մեր Վիկիպեդիան հանուն ընտրության ազատության ծրագրի հայտը եւ կարող են բոլորը դիմել 16-ից մինչեւ վերևի սահման չունենք տարիքային 100+, հա։ Մենք մինչեւ 70 տենց 5-6 տարեկան խմբագիրներ ունենք, այնպես որ հա հնարավոր է նաեւ 100 ունենալ։ Այս մասով բաց է հայտը Վիկիմեդիա Հայաստանի էջով, հա, Facebook-յան էջով, Instagram-յան կարող եք գտնել, ժողովուրդ ջան, դիմեք մասնակցելու եք, եթե նոր եք դասթացին, ինչպես արդեն նշեցի, լավ արդյունքների դեպքում միանշանակ նաև մասնակցելու եք նախագծին, որը արդեն հավաք է 4 օրանոց Ծաղկաձորում, որի ընթացքում խմբագրելու ենք հենց այս թեմատիկայով հոդվածներ, որ մարդիկ տեսնեն թե ընտրական ինչ օրենքներ կան, ինչ ձևեր կան, մի խոսքով։ Այդ ամեն ինչը հասցնենք նաև մեր արությանը։ Բայց երբ ձեզ չեն դիմում, չեն անցնում դասընթացներ, միևնույն է կարող են խմբագրել Վիկիպեդիայում ինչ-որ մի բան գրել, բայց այս դեպքում կա վերահսկում որակի, որովհետև այդպես յուրաքանչյուրս ինչ-որ մի բան կարող են գրել եւ դա այնքան էլ հավաստի չլինի կամ ճշգրիտ չլինի։ Վերահսկում ունենք թե չունենք։ Իհարկե ունենք, ոչ այն, չգիտեմ, քանակով որ մենք ուզենայինք, որտեղ պետք է հասկանանք, որ վերահսկողներն են կամավորներ, մարդիկ դրա համար չեն վճարվում, հա, վերահսկում են, կամավորներ են, ովքեր որ ամենօրյա ռեժիմով, հա, ստուգում են ինչ հոդվածներ ավելացան, ինչ տեղեկատվություն թարմացվել։ Մեծամասամբ դեպքերում եթե դա ունենք վանդալիզմի հետ գործ ունենք, րոպեների ժամերի ընթացքում լավ մաքսիմում մի օր հետ է շրջվում։ Վիկիպեդիայում չկա այնպեսի բան, որ գրեցիր, կարող է դու գրես, տեսնում եք, ուրախանաս, հա, քո ներքին, չգիտեմ, քեզ ուրախացնի, որ դու մի հատ ինչ-որ վանդալիզմ արեցիր, բայց այդ տևում է մի օր։ Ինչպես որ մեր հարևան պետությունն էր Երևանի մասին սխալ տեղեկատվություն տարածել նույն Արցախի մասին։ Նորմալ է, ժողովուրդ ջան, ես բոլորին մեր դիտողներին կասեմ, այդ նորմալ երևույթ է իրականում, որ շատ եմ տեսնում Վիկիպեդիայում մի բան է գրած, այնց մի անգամ սկրինշոտ են անում, այսինչ է գրած Վիկիպեդիայում, դա ուղղակի րոպեների ընթացքում ուղղող բան է։ Եթե դուք տեսնում եք այդ բան, դուք նույնպես կարող եք դա ուղղել։ Այսինքն այստեղ չկա, որ միայն ադմին է կարող եղել, ադմինները այն մարդիկ են, որոնք որ հետևում են։ Բայց այդ ձեր պատահումները 330,000 հոդվածում եք պատկերացրեք, եթե ձեզ էլ հանդիպում են նմանատիպ տեղեկատվություն, որը սխալ ինֆորմացիա է, հա, վանդալիզմ է, չգիտեմ, դուք կարող եք այդ հետ ուղղել, ճիշտը գրել, ուղղակի այդքան բան։ Մասնիկը հանրագիտարանը բոլորիս միջոցով է զարգանում։ Չկան 10 հոգի, պետք է շատ ճիշտ հասկանալ, չկան 5 հոգի, 10 հոգի, 100 հոգի, որ նստած զարգացնում այդ հանրագիտարանը։ Ամեն ամիս հայերեն Վիկիպեդիան խմբագրում 800-ին մոտ ակտիվ մարդ, հա, ակտիվ խմբագիրների 800 է։ Եղել է նաև 1000, հա, լինում է որ իշում է 600, բայց մի հոգի չկա այդ խմբագիրներից մենք բոլորին չգիտենք էլ ովքեր են խմբագրում, բայց մարդիկ նվիրված նյութեր են թարմացնում, ավելացնում են, ստուգում են, եւ այլն, այսինքն ամեն գրող խմբագրում ինքը նաև ստուգող է։ Եթե վերադառնանք Վիկի ճամբարներին, արդյոք այս տարիների ընթացքում Վիկի ճամբարների մասնակիցներից ունեք տեղեկատվություն, ովքեր շատ տարիներ առաջ օրինակ Վիկի ճամբարին մասնակցել են եւ հիմա ինչով են նրանք զբաղվում։
Իհարկե շատերը կան, որ օրինակ ես 16 թվականից եմ զբաղվում Wiki ճամբարներով, ասենք 16 թվականին մասնակցել է երեխա եղել, հիմա արդեն տեսնենք, որ ինչ-որ չգիտեմ, լուրջ կառույցում, աշխատում որպես ինչ-որ մասնագետ կամ բժիշկ կա դարձել կամ եւ այլն տարբեր շատ դեպքեր ունենք, կապը կա, իհարկե, նաեւ ունենք մասնակիցներ, ովքեր մինչեւ այսօր շարունակում են խմբագրել։ Հա, իրանք մասնակցում են արդեն երիտասարդական ճամբարին։ Շուտով արդեն երիտասարդության տարիքները կանցնեն, արդեն կմասնակցեն այն ձեր ասած 100 մինչև 100 հա տարիքային խմբերի միջոցառումներին։ Սա շատ հետաքրքիր հա, այտենց համայնք է ձևավորված, որը տարիների արդյունքում է, ձեր ասած 13 տարիների ընթացքում է ձևավորվել հենց, եւ շատ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ ունենք, նաեւ եւս մի շատ հետաքրքիր բան ունենք, մեր մոտ շատ զույգեր են իրար գտնում, հա, գտնում դառնում զույգեր, այո, ընտանիքներ են կազմվում, արդեն 10-ից ավել են, օրինակը նաև մեր արշակն է, սկզբունքով ես էլ համարյա թե սկզբունքով մի խոսքով նաև նմանատիպ դեպքեր է լինում ու շատ ուրախալի է նաև Wiki երեխաներ են ծնվում արդեն Wiki երեխաներ խմբագիրներ Wiki երեխաներ են խմբում ապագա խմբագիր է ծնվում շատ հետաքրքիր մթնոլորտ եւ համայնքում ենք էլի հրաշալի եւ ուզում եմ խոսենք առաջիկա ծրագրերի մասին ինչ ծրագրեր ունեք առաջիկայում Դե ճամբարների մասին նշեցինք արդեն հաստատված ունենք պատանեկան Wiki ճամբարը, որը հուլիս ամսին է լինելու, երիտասարդական Wiki ճամբարը, որը օգոստոսին է լինելու, Wikipedia-ն հանուն ազատ ընտրությունների դա հունիսի վերջ կունենանք, մի քանի օրից արտագնահավաքն է ֆինանսատնտեսական Wiki ամիսի, ունենք էքսկուրսիաները, Wiki-ն սիրում է երկիր լուսանկարչական էքսկուրսիաներ, Wikipedia-ի մասին բոլորը գիտեն, բայց օրինակ Wiki Commons-ի, որտեղ բերվում են այսպես հետաքրքիր գեղեցիկ, հա, նկարներ մեր երկրի, հա, գեղատեսիլ վայրերի, բնության հուշարձանների, այլ հուշարձանների, պատմամշակութային ժառանգության դրանց վերաբերյալ մենք կազմակերպում ենք էքսկուրսիաներ, որտեղ նկարում ենք որակյալ լուսանկարներ։ Կլինի հունիս ամսին նաև էքսկուրսիաները, իսկ արդեն դե սեպտեմբերին կլինի Wiki-ն սիրում է հուշարձանները էքսկուրսիաները։ Մի խոսքով մեր մոտ շատ ակտիվ է։ Հետևեք մեր էջերին, որպեսզի բաց չթողնեք, հաստատ ամեն մեկը գտնի իր ուզած ծրագիր, իր ուզած թեմատիկան։ Ահա, մի փոքր ուզում եմ ակնարկանենք կամավորության մասին, քանի որ հիմնականում կամավորական սկզբունքով է ամեն ինչը, եւ հիմա շատ բուհեր, մինչեւ ընդունվել է իրենց մոտ պարտադրում են, որ երիտասարդները ունենան կամավորության սերտիֆիկատներ։ Արդյոք դուք տրամադրում եք սերտիֆիկատներ կամավորության, որպեսզի հետագայում կարողանան ապացուցել, որ իրենք կամավորության սկզբունքով աշխատել են ձեզ մոտ։ Իհարկե, մենք տրամադրում ենք եւ այս առումով շատ մեծ առավելություն ունեն հենց մեր խմբագիրները, քանի որ մեր տրամադրած սերտիֆիկատը, հա, հավաստագիրը ճանաչելի է բոլոր երկրներում, աշխարհի յուրաքանչյուր կետում կարելի ասել, որ սա համաշխարհային, հա, միջազգային ծրագիր է, սա միջազգային հանրագիտարան է, մի խոսքով, այդ առումով մեր տարբերանշանը հա լոգոն բոլոր տեղերում ճանաչում են եւ այս առումով կարող են դիմել եւ տարբեր բուհեր, հա, եւ տարբեր ծրագրերի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրսում մենք տրամադրում ենք բոլորին իրենց արած աշխատանքին համապատասխան գրվում է այնտեղ որ թվից որ թիվը ինչքան աշխատանք է կատարել, մասնակցել է այս ամեն ինչին մի խոսքով։ Եվ դրա շնորհիվ կարողանում են տարբեր տեղեր ընդունվեն, հա, նաեւ մասնակցեն տարբեր միջազգային ծրագրերի կրթաթոշակներ ստանան, ինչու՞ չէ նաեւ ու այսպես շարունակ։ Հրաշալի է։ Հայկու հինավելացին բաններ։ Մենք անցկացնում ենք պրակտիկաներ, համագործակցում ենք Բրյուսովի համալսարանի հետ, ԵՊՀ-ի Ջերմանի մասնաճյուղի հետ եւ արդեն բարձր կուրսի ուսանողները, 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները գալիս են մեզ մոտ կամավորություն են անում ստեղծում են հոդվածներ թարգմանում են անգլերենից, կորեերենից, չինարենից Հրաշալի։ Հայկուհի կխնդրեմ հիշեցնեք ձեր սոցհարթակները, որպեսզի մարդիկ կարողանան գտնել ձեզ։ Մենք ունենք Facebook-յան, Instagram-յան հարթակներում Wikimedia Հայաստան, Wikimedia Armenia, կարող եք փնտրել։ Բացի դա նաև վերջին շրջանում արդեն YouTube-յան հարթակում ենք ակտիվ, ունենք հետաքրքիր ծրագրեր, որոնք որ տեղ չեն գտնում մեր Facebook-յան էջերում, Instagram-յան էջերում կարող եք հենց YouTube-ում դիտել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնենք, սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում են Wikimedia Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը, Wikimedia Հայաստանի միջոցառումների համակարգող Wiki ճամբարի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ Wikimedia Հայաստանի մարքեթինգի մասնագետ Հայկուհի Մելքոնյանը։ Շնորհակալություն։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։